Ողջույն, Armenia TV-ի եթերում մենք նորից հանդիպեցինք ես, Վարդան Սարգսյանն եմ եւ ինչպես տեսնում եք, Հայաստանում չեմ, նշանակում է ճամփորդում եմ, այսօր վստահեցնում եմ, լինելու է շատ հետաքրքիր, չփոխեք ալիքը։ Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Չինաստանում, լինելու է շատ հետաքրքիր, առաջինը կտեսնենք աշխարհի ամենասիրելի կենդանիներից մեկին, պանդային, իսկ հետո էլ կբացահայտենք չինական պարիսպը, բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Չեք պատկերացնի այսօր ինչ օրա ինձ սպասում այստեղ Պեկինում։ Ես իհարկե րոպեներ հետո հանդիպում եմ իմ զբոսավարին, որպեսզի նա ինձ ցույց տա այն բոլոր հրաշալի ու կարևոր վայրերը, որոնք պետք է տեսնել այստեղ Պեկին քաղաքում։ Բայց որն է կարևորագույն խորհրդանիշերից մեկը այս երկրի։ Իհարկե բոլորի սիրելի կենդանին։ Պանդան եւ հենց պանդային տեսնելու համար մենք պայմանավորվել ենք իմ զբոսավարի հետ այստեղ գնամ հանդիպեմ նրան ու տեսնենք այդ հրաշք կենդանուն։ Ողջույն Լին։ Վարդան, ողջույն։ Բարով եկար։ Շնորհակալ եմ, որ այսօր օրը նվիրել ես ինձ։ Ահա եւ այսօր մենք միասին այցելելու ենք շատ կարևոր տեղեր։ Իհարկե առաջինը ես արդեն ասացի հեռուստադիտողներին, որ տեսնելու ենք պանդային։ Այո, եթե դու եկել հասել ես մեր երկիր, ուրեմն ուղղակի մեծ բացթողում կլինի, որ ճամփորդությանը տորերից մեկը չնվիրես պանդաներին։ Մենք շուտով կհայտնվենք նրանց թագավորությունում ու կտեսնես, թե ինչ հանգստություն ու ներդաշնակություն ես գտնում այստեղ։ Սա պանդաների զբոսայգի է, բայց ըստ էության այն արգելոցի պես մի բան է։ Գիտես, ես իհարկե պանդա իմ ճամփորդությունների ընթացքում տեսել եմ, հանդիպել եմ Սինգապուրում, նորից կենդանաբանական այգում։ Բայց ինձ մոտ տպավորություն էր, որ այստեղ Չինաստանում ամենուր հնարավորություն է լինելու տեսնելու պանդայի, բայց այդպես չէ։ Այդ կարծրատիպը շատերի մոտ է լինում սկզբում։ Մարդիկ գալիս են Չինաստան վստահ լինելով, որ ամեն քայլափոխի հանդիպելու են պանդաների։ Դա այս արդյունքը մեր գլխավոր խորհրդանիշն է։ Նրա համբավն այնքան մեծ տարածում ունի աշխարհում, որ բոլորը կարծում են, թե պանդաները այստեղ փողոցներում ու տներում են ապրում։ Բայց բնականաբար նման բան լինել չի կարող։ Նրանք իրենց համար հատկացված առանձին տարածքներ ունեն։ Դե գնանք ու տեսնենք այդ կենդանիներին։ Գնացինք։ Okay, 好的。 Մենք արդեն այգու ներսում ենք, այն իր տարածքով չի զիջում անտառներին։ Մեզ համար խիստ կարևոր է, որ կենդանիները իրենց ապահով ու երջանիկ զգան այստեղ, այնտեղ որտեղ որ ապրում են։ Ոչ մի պարագայում չպետք է պայմանները զիջեն այն բնական միջավայրին, որտեղ նրանք ծնվում ու մեծանում են։ Իրականում այս այգիները տասնյակ խնամողներ ունեն։ Ընդհանրապես ես նկատել եմ, որ ասիական երկրներում առանձնահատուկ են վերաբերվում կենդանիներին եւ կենդանաբանական այգիները իսկապես շատ մեծ են, խնամված եւ կենդանիները բնակվում են ուղղակի հրաշալի պայմաններում։ Ես առիթ եմ ունեցել եւ Սինգապուրում եւ Վիետնամի մի շարք քաղաքներում, եթե չեմ սխալվում Մալայզիայում, այո, եւ ամեն ուր ուղղակի հիացած եմ ինչ պայմաններ են ստեղծված կենդանիների համար։ Բնականաբար այդպես է։ Առհասարակ մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է կենդանիներին վատ վերաբերվել։ Չէ՞ որ մոլորակի ամենադաժան կենդանին մարդն է։ Մնացած բոլորը իհարկե զիջում են նրան։ Ահա։ Իհարկե այս այգում կենդանիների պակաս եւս չկա, բայց մեր գերնպատակը այս պահին իհարկե պանդային տեսնելն է։ Առաջինը շտապենք այդ կենդանու մոտ։ Միայն տես թե ինչ պայմաններ ենք ստեղծել նրանց համար։ Նրանք համ բնության մի մասնիկն են, համ էլ մարդկանց հետ են շփվում։
Ապակեպատ տարածքի միտքն այն է, որ մարդիկ որքան էլ փորձեն իրենց վարքագծով չխանգարեն կենդանների բնականon կյանքին։ Իհարկե, տեղացիները երբեք նման բաներ իրենց թույլ չեն տալիս, բայց քանի որ այգին զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է ու այստեղ ամենատարբեր երկրներից են այցելուներ գալիս, երբեք չգիտես թե ով ինչ վարքագիծ կցուցաբերի։ Հետևաբար ավելի լավ է նախապես ամեն բանի մասին մտածել։ Մեր այգում ոչ միայն այցելության համար նախատեսված տարածքներ են, այլև հատուկ գիտահետազոտական ընկերություններ են աշխատում, քանի որ պանդաներին պետք է անդադ ուսումնասիրել, նրանց մասին հոգ տանել, անել ամեն բան, որ պոպուլյացիան շատանա, որովհետև հակառակ տարածված կարծիքի կենդանների թվաքանակն այդքան էլ մեծ չէ։ Ցավոք սրտի ես տեղյակ եմ, որ այս կենդանիները համարվում են արդեն անհետացող։ Այո, հենց դրա մասին էլ ուզում էի ասել։ Ցավոք սրտի պանդաների թվաքանակը բավական նվազել է, ու դրա հիմնական պատճառը մարդու գործունեությունն ու կլիմայական պայմաններն են։ Բայց մենք անում ենք ամեն բան, որպեսզի կենդանների վերջնական ոչնչացումից փրկենք ու մեզ դա մեծամասամբ հաջողվում է։ 2 տասնամյակ առաջ կենդանները գրեթե վերացել են։ Բարեբախտաբար կառավարությունը հատուկ միջոցներ հատկացրեց ու գիտնականների եւ կենդանաբանների մեծ խմբեր սկսեցին աշխատել պանդաների փրկության համար։ Տեսնում եք ինչքան մարդ է գալիս այս կենդանաբանական այգի եւ կարեւորագույն կենդանին, որին ցանկանում են բոլորը տեսնել, իհարկե պանդան է։ Այսպես խմբերով գալիս եւ գալիս են անverջ տեսնելու այս հրաշք կենդանիներին։ Ասեք, քանի տարի են այս կենդանիները ապրում։ Սա շատ լավ հարց է, որովհետև մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Պանդաները առհասարակ ապրում են միջինում 15-ից 20 տարի, բայց եթե նրանք ոչ թե բնության մեջ են, այլ մարդկանց հսկողության ներքո, նրանց կյանքի տևողությունը զգալիորեն աճում է։ Դե կենդանի պանդային հանդիպեցինք, իսկ այս կողմում բնականաբար վաճառում են ամեն բան կապված այդ կենդանիների հետ, իհարկե խաղալիքներ, շապիկներ, նույնիսկ քաղցրավենիք, պաղպաղակ, ամեն բան կապված է հենց այս կենդանու հետ։ Դե բնականաբար Վարդան, եթե մարդիկ այսքան կիլոմետր կտրում անցնում են ու գալիս են մեր երկիր, որ տեսնեն պանդաներին, պարզ է, որ դրանից պետք է ամեն կերպ եկամտի նոր աղբյուրներ ստեղծել։ Ցանկացած այցելու այգուց ուզում է հեռանա որևէ հուշանվերով, որն իրեն միշտ կհիշեցնի այս բարի կենդանիների մասին։ Դե եթե ես այստեղ եմ, բնականաբար մի գեղեցիկ հուշանվեր պետք է պարտադիր ինձ գնեմ, որպեսզի հիշեմ այսօրվա հանդիպման մասին եւ իհարկե այն րոպեները հիշեմ, երբ ես հանդիպեցի այս հրաշք կենդանուն։ Վճարումը իհարկե կկատարեմ American Express Gold քարտի միջոցով, ինչը անում եմ ամեն վայրում եւ ամեն երկրում։ Այո, վճարումը կատարում եմ American Express Gold քարտի միջոցով, հավաքում եմ միավորներ եւ վերջում դրանք փոխարինում հրաշալի նվերներով, երբ վերադառնում եմ Հայաստան։ Պանդային տեսանք, օրը պոզիտիվ սկսեցինք, հիմա եկավ ժամանակը ծանոթանալու արդեն Պեկին քաղաքի պատմական վայրերին եւ ահա մենք եկել ենք տեսնելու ամառային կայսերական պալատը։ Սա մեր ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Կայսերական ամառային պալատ, որն իր շքեղությամբ, աշխարհագրական դիրքով ու հնագույն պատմությունով պարզապես անտարբեր չի թողնում որևէ մեկին։ Ինքդ էլ կարող ես տեսնել, թե ինչքան մարդ կա այստեղ։ Երբեք այս հրապարակը դատարկ չես գտնի։ Բոլորը գալիս են այստեղ, որ հիանան այս գեղեցկությունով։ Հիմա ես պատմեմ այս վայրի մասին, իսկ դու քո հեռուստադիտողների հետ փորձի տեղափոխվել 800 տարի առաջվա Չինաստան։ Ու պատկերացրու, որ այստեղ հենց այս վայրում, որտեղ կանգնած ենք, ժամանակին զբոսնել են ու իրենց ամառային հանգիստն են անցկացրել չինական ամենակարևոր կայսերական ընտանիքների անդամները։ Այն բացառապես նախատեսված է եղել ընտանիքի անդամների ժամանցի համար։ Ահա, ես գիտեմ պալատին կից կան շատ գեղեցիկ այգիներ, որոնք շատ են ու շատ գեղեցիկ, եւ այս վայրը առհասարակ հսկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Այո, այն իհարկե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեք է համարվում եւ վերահսկվում է այդ կազմակերպության կողմից։ Սա մեզ համար կարևոր իրողություն է, բայց եթե անկեղծ լինեմ, որևէ լուրջ բան չի փոխում այս փաստը։
Առաջարկում եմ հիմա մոտենանք արձաններին, որ դու ինքդ համոզվես, որ 100-ամյակներ կանգնած կոթողները ասես 3 կառուցած լինեն։ Իդեպ մոտենանք, այո, եւ հասկանանք ինչու է այն այստեղ տեղադրված։ Համաձայն մեր հավատալիքի, որպեսզի կայսրերն ու կայսրուհիները հանգիստ ու խաղաղ կյանք ունենան, նրանց անդորը պետք է հսկի վիշապը։ Այդ պատճառով էլ բոլոր պալատների մոտ կհանդիպես վիշապի բրոնզե արձաններ։ Ասում են, վիշապի մոտով յուրաքանչյուր ոք թողնում էր չարությունն ու նախանձը։ Հենց դա է պատճառը, որ պալատները կառուցելուց անմիջապես հետո նման արձաններ են տեղադրում դռների մոտ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մտնենք ներս ու տեսնենք ի վերջո ինչպես են այստեղ Չինաստանում կայսերական ընտանիքի անդամները ապրել ամռանը։ Հիմա մենք կայսերական ամառային պալատի գլխավոր շինության մոտ ենք։ Ինչպես տեսնում ես, այն կառուցված է մանրակրկիտ ու ամեն բան այստեղ մտածված է։ Օգտագործվել են ժամանակի լավագույն նյութերը, հենց դրա շնորհիվ էլ պալատը 100-ամյակներ շարունակ կանգուն է մնացել։ Այն գեղեցիկ է շատ ու տպավորիչ։ Միայն տես թե ինչ գույներ են համադրված այստեղ։ Չինական մշակույթում գույները շատ մեծ նշանակություն ունեն։ Դրանք ել ավելի կարևոր են եղել հին ժամանակներում, երբ ամեն մի գույն խորհրդանշել է որևէ հստակ երևույթ։ Չինական պալատները հիմնականում կարմիր գույնով էին պատվել, որովհետև դա իշխանության եւ հզորության գույնն է։ Բայց քիչ տեղ չեն գրավել նաեւ կապույտն ու դեղինը։ Կապույտը խորհրդանշել է հանգստությունն ու խաղաղությունը։ Իսկ ասեք, քանի սերունդ ղեկավարող Չինաստանը կանգ է առել ամռանը հենց այստեղ, որովհետև այս պահին իհարկե ղեկավարությունը այստեղ կանգ չի առնում, սա արդեն ամբողջությամբ տուրիստական վայր է։ Այո, բնականաբար սա արդեն բացառապես պատմամշակութային արժեք ունեցող վայր է, ու որևէ մեկը բարձրաստիճան պաշտոնյաներից այստեղ այլևս չի բնակվում։ Ժամանակին, երբ կայսերական ընտանիքներն էին ղեկավարում Չինաստանը, սա նրանց ամենասիրելի վայրն էր, բայց շատ բնական երևույթ է, որ հիմա արդեն տարածքը թանգարան է դարձել։ Այսքան դարերանց, երբ ուղղակի զբոսնում ենք այս տարածքով վայելում մեր սովորական առավոտը, մի տեսակ թեթևություն եւ ներդաշնակություն է իջնում հոգուդ վրա։ Իհարկե, շատ բան հիմա փոխվել է, այնպես չէ, որ ամեն բան հենց նույն տեսքն ունի, ինչ ասենք, օրինակ 800 տարի առաջ։ Բնականաբար առօրյան մարդկանց հոսքը, մտքերն ու գործունեությունը բոլորովին այլ է, բայց միևնույն ժամանակ տարածքում մի հետաքրքիր զգացողություն կա։ Ասես հին ժամանակների ոգին է շրջում այստեղ եւ մի տեսակ հանգստացնում միտքն ու հոգիդ։ Շատերն այստեղ գալով տպավորություն են ունենում, թե ինչ-որ սուրբ տաճար են մտել։ Ես հավատում եմ հնագույն ժամանակների ոգուն։ Երևի հենց դա էր մարդկանց բերում է այստեղ։ Իդեպ տեսնում եմ առջևում երկար միջանցք է, ինչ միջանցք է սա։ Այս միջանցքը ուղղակի մի բակից մյուսը տեղափոխվելու համար է։ Հիմա դրա նշանակությունը ուղղակի տարածական է։ Իսկ եթե տարական աղբյուրներից դիմեք, ապա կտեսնեք, որ նախկինում նման միջանցքները նախատեսված են եղել մեծ խնջույքների ժամանակ սպասարկող անձնակազմի համար։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, չնայած որ այստեղ վաղ առավոտյան ժամ է, այնքան մարդ կա ու մեզ նկարանելը շատ դժվար է, որտեղ շուրջ բոլորը հարյուրավոր մարդիկ, ովքեր եկել են տեսնելու ամառային կայսերական պալատը։ Դե մենք եւս ուստի փորձում ենք նկարանել, այնպես որ վայելեք այս պատմական վայրը մեզ հետ միասին։ Ինձ շատ հետաքրքիր է, որ կայսրի ղեկավարման ժամանակ է հաջողություն ունեցել Չինաստանը եւ որ կայսրի ղեկավարման ժամանակ պարտություններ։ Չինաստանի պատմությունը 2000 տարուց ավել է ձգվում, ու սա նշանակում է, որ բնականաբար հազարավոր կայսրեր եւ ղեկավարներ են փոփոխվել այս ընթացքում։ Նրանց թվում եղել են շատ խաղաղասեր կայսրեր, բայց եւ եղել են այնպիսիք, որոնց գոյության միակ իմաստը տեսել են չընդհատվող պատերազմների մեջ։ Չինաստանն այս ընթացքում անընդհատ տարածքային փոփոխություններ է կրել։ Արյան գետեր են հոսել այստեղ ու անհասարի թվով զինվորներ մահացել, բայց դրան զուգահեռ կայսրությունն ընդլայնվել է եւ հզորացել։ Մենք շատ կայսրեր ենք ունեցել, նրանց մասին միաժամանակ լավ ու վատը չեմ կարող ասել, բայց չինական ամենահզոր կայսրերը 5-ն են։ Նրանց օրոք մեր երկիրը միայն ձեռքբերումներ է ունեցել, ու ամենևին էլ էական չէ, թե ինչ գնով են եղել այդ ձեռքբերումները։ Չգիտեմ, արդյոք քեզ հեշտ կլինի կրկնել կամ հիշել մեր կայսրերի անունները, բայց թվարկեմ նրանց։ Ամենահզոր եւ միևնույն ժամանակ ամենադաժան կայսրերն են եղել Ցզյացինը, Յունլեն, Հունյոն,
Ցզեցյանն, ցզին շիխուանդին։ Ահա, գիտես այսօր Չինաստանը համարվում է աշխարհի հզորագույն երկրներից մեկը, ինչ խոսք, դրա մասին գիտեն բոլորը, բայց որ դարաշրջանն է եղել վատագույն այս երկրի համար։ Պարտվող կայսեր մենք չենք ունեցել, չեմ ցանկանա խոսել այդ մասին։ Որևէ կոնկրետ դարաշրջան վատագույնը չի եղել։ Մենք հզոր կայսրություն ենք եղել, որի հիմքերի վրա էլ հետագայում կառուցվել է Չինաստանի հզոր պետությունը։ Հիմա առաջարկում եմ շարունակել մեր էքսկուրսիան ու գնանք արդեն լճի մոտ, որի վրա էլ կառուցված է այս ամառային պալատը։ Որևէ բան կայսրերը պատահական չեն արել ու կարծում եմ, որ շատ նորմալ երևույթ է, որ իրենց երկրի տարածքում սեփական ժամանցի ու հանգստի համար ընտրել են լավագույն վայրը։ Ամառային պալատը կայսերական ընտանիքի հանգստավայրն էր, հետևաբար այն պիտի կառուցեին ամենագեղեցիկ ու ամենազոր հատվածում։ Այն ժամանակ բնականաբար այս հարստությունից կարող էին օգտվել միայն բարձր աշխարհիկները, իսկ հիմա ինչպես տեսնում ես դասակարգումները արդեն չկան, ու լճով զբոսանքը մեր հյուրերի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Իդեպ ուշադրություն դարձրեք, լիճը այնքան մեծ է, որ այստեղ կազմակերպվում են նման նավակներով 1 ժամյա պտույտներ, պատկերացրեք, այսինքն այդքան գեղեցիկ վայրեր կան այստեղ տեսնելու համար։ Ինչը ողջունելի է, ցավոք մենք այդքան ժամանակ չունենք, այնպես որ շարունակենք քայլել ու տեսնենք կարևորագույն վայրերը այս պալատի, սակայն մինչ այդ, քանի որ արդեն մի փոքր հոգնել ենք, ես առաջարկում եմ վայելենք սուրճ, Royal Armenia-ի լավագույն սուրճերից մեկը ու շարժվենք առաջ, շարունակելով ուսումնասիրել այս գեղեցիկ վայրը։ Ահա եւ հանրահայտ Մարմարիա նավը, որտեղ կայսրուհին շատ էր սիրում ճաշել։ Այո, սա մեր կայսրուհիներից մեկի ամենասիրելի նավն էր։ Ասում են, որ նա միայն դրա վրա էր ընթրում կամ նախաճաշում։ Նավը կառուցել էր ի նշան ամուսնու սիրո ու հարգանքի։ Այս նավը կայսրուհիներից մեկի ցանկություն էր։ Նա երազում էր ունենալ սեփական նավը, որի վրա կանցկացնի այնքան ժամանակ, որքան սիրտը կուզի։ Կայսրը հրամայում է սև ժամկետներում իրականացնել կնոջ երազանքը, ու շատ կարճ ժամանակում կայսրուհին ստանում է իր հրաշալի փոխադրամիջոցը, որը հիմա արդեն պատմամշակութային կոթող է դարձել։ Իդեպ տարածքը փակ է, տեսնում եմ զբոսաշրջիկներին առհասարակ, որևէ մեկին այս կողմ չեն թողնում։ Դա այո, ճիշտ նկատեցիր։ Ի տարբերություն տարածքի շատ շինությունների եւ կառույցների, նավի վրա բարձրանալ չի թույլատրվում։ Դրանով կարելի է միայն հեռվից հիանալ, որովհետեւ այն արդեն շատ դարեր է տեսել ու հիմա վտանգավոր է դրա վրա բարձրանալը։ Երազանքները իրականանում են, այո, ես ի վերջո հասա տեղ, դե Չինաստան գալիս յուրաքանչյուրը երազում է գալ և տեսնել չինական Պարիսպը, ու մենք ի վերջո տեղում ենք։ Չինական մեծ Պարիսպ կամ պատ, տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են թարգմանել այս պատմամշակութային կոթողը, ինչպես էլ այն կոչենք, դրա հզորությունը հմայքը չի պակասի։ Չինաստանում կա նման ասացվածք. եթե դու եղել ես Չինաստանում ու չես այցելել մեծ չինական պատը, ապա դու չես եղել Չինաստանում։ Եվ այո, դա իսկապես այդպես է։ Թեև մեր երկրում տեսնելու եւ բացահայտելու շատ բաներ կան, բայց եթե դու չես տեսել մեր կարևորագույն արժեքը, ապա այցդ մի քիչ ինքնանպատակ է եղել։ Գնանք, որ ավելի մանրամասն ներկայացնեմ ու պատմեմ ամեն բան։ Ես գիտեմ, կա 3 ճանապարհ վերևի հատված բարձրանալու։ Այո, կարելի է դեպի պատը գնալ ոտքով, հատուկ մեքենաներով կամ էլ ճոպանուղիով։ Ես առաջարկում եմ վերջին տարբերակ ընտրենք, որովհետև հենց ճոպանուղուց է բացվում ամենագեղեցիկ ու տպավորիչ տեսարանը։ Բնությունը այստեղ ուղղակի աննկարագրելի է։ Ահա, դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, րոպե չկորցնենք երազանքի վայրում ենք, դա նշանակում է շտապում ենք բարձրանալու վերև, այս պայն գնենք տոմսը ու տեսնենք ի վերջո այդ հրաշքը։ Գնանք։
մյուսը ճոպանուղու գնված է։ Իհարկե American Express Gold քարտի միջոցով դե այլ կերպ լինել իհարկե չի կարող, այս պահին կարող ենք գնալ եւ տեղավորվել ճոպանուղում։ Մոտավորապես հաշվարկ կա յուրաքանչյուր տարի ինչքան մարդ է այցելում այս վայր։ Որքան էլ փորձում ենք հաշվելու հստակ վիճակագրություն կազմել, չի ստացվի, որովհետև զբոսաշրջիկների հոսքը ուղղակի անասելի է։ Բայց միջին ասված հաշվարկներով եթե ասեմ, ապա ամեն տարի այս կոթողը տեսնելու են գալիս ավելի քան 40 միլիոն զբոսաշրջիկներ։ Դե եթե մի կետում այդքան տարվա ընթացքում զբոսաշրջիկ է լինում, սիրելի հեռուստադիտողներ, ինչ կարող են լինել մոտակայքում։ Իհարկե խանութներ, փոքրիկ շուկաներ, սրճարաններ, ռեստորաններ։ Իդեպ համաշխարհային ցանցի այստեղ տեսնում եմ արագ պատրաստվող կերակրի կետեր կան։ Դե իհարկե հուշանվերների պակաս հաստատ չկա։ Մի խոսքով ամեն բան պատրաստ է, միայն եկեք, այցելեք, գնեք այս ամենը եւ տեսեք պատմական այս հրաշալի վայրը։ Դուք դե հաճախ եք այստեղ լինում, բնականաբար ինձ հետաքրքիր է այ զբոսաշրջիկները երբ տեսնում են առաջին վայրկյանները ինչ ապրումներ են ունենում, այն իսկապես ապշեցնում է։ Անկամ ես ու ինձպես հարյուրավոր տեղաբնակներ, որ արդեն Աստված գիտի թե քանի անգամ են տեսել այս պարիսպը, միևնույն է ամեն անգամ ասես առաջին անգամ տեսնենք այն։ Միշտ դրա հզորության առաջ մի տեսակ ավելի փոքր ես զգում ու գիտակցում ես թե ինչ փոքրիկ ես դու ամբողջ տիեզերքի առաջ։ Չմոռանանք, որ այս պարիսպը անգամ տիեզերքից է տեսանելի։ Զգացողությունները իսկապես տարբեր են լինում, շունչդ կտրվում է, սիրտը սկսում է արագ բաբախել։ Ես պատկերացնում եմ ու վստահ եմ նույն զգացողությունները ապրելու եմ ես։ Գնացինք։ Առաջինը պետք է տեղավորվել նման ավտոբուսում, հետո ճոպանուղով բարձրանալ։ Այո, ճոպանուղին տեսնելու համար պետք է սկզբում ավտոբուս նստենք, որովհետև տարածքն այստեղ բավական շատ է ու քայլելով հաստատ կհոգնենք։ Օհ, բավական հարմարավետ ավտոբուս, տեղավորվենք։ Քանի րոպե ենք բարձրանալու մինչ ճոպանուղի։ Ճանապարհը այդքան էլ երկար չէ ավտոբուսով։ Մոտ 5 րոպե կգնանք։ Բնականաբար երբեմն լինում են խցանումներ, որոնք դանդաղեցնում են ընթացքը, բայց դա ընդհանուր ճանապարհի հետ կապ չունի։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, ակամայից հիշեցի Պերուն Մաչու Պիկչուն։ Հիշում եք, որ այնտեղ բարձրանալու համար մենք եւս տեղավորվեցինք առաջինը գնացքում, հետո ավտոբուսում ու նոր հասանք տեսնելու այդ հրաշքներից մեկը, այնպես որ այսօր այստեղ ենք Չինաստանում, նորից նույն process-ը։ Ես պատրաստ եմ։ Թե ինչ գեղեցիկ է ճանապարհը, շուրջ բոլորը նայիր, չնայած տևում է 5 րոպե, բայց այնքան գեղեցիկ է միջավայրը, որ չես հասցնում ձանձրանալ։ Չնայած եթե անկեղծ լինեմ, մարդիկ այս ընթացքում այնքան անհամբեր են լինում, որ րոպեներ են հաշվում, թե երբ են հասնելու նպատակետին։ Իսկ Պարիսպին մոտ առասարակ հյուրանոցներ կան վերևի հատվածում։ Իհարկե կան, ոչ թե հյուրանոցներ, այլ հյուրատներ։ Իդեպ մենք հասանք, ասում է չէ, որ շատ արագ ենք հասնելու տեղ։ Հիմա դիտարանում ենք, որտեղից եւս գեղեցիկ տեսարան է բացվում, որովհետեւ ամբողջ տարածքը թաղված է անտառների եւ բուսականության մեջ։ Մարդիկ սիրում են գալ այստեղ լուսանկարվել ու շատ գեղեցիկ հիշողություններ հավաքել։ Տեսարանը ֆանտաստիկ է, շատ գեղեցիկ է։ Այո, դե Չինաստանում ամեն բան է տպավորիչ։ Անվերջ կարող եմ խոսել այս մասին, բայց առաջարկում եմ ժամանակ չկորցնել, գնանք արդեն դեպի ճոպանուղիներ, մեր գլխավոր հրաշալիքը մեզ է սպասում։ Մենք արդեն հասանք տեղ, կարող ենք գնալ, տեղավորվել եւ բարձրանալ արդեն ամենավերևի հատված ու կհայտնվենք տեղում։ Վերջապես մնացին ոչ թե հաշված րոպեներ, այլ վայրկյաններ ու մենք բարձրանում ենք վերև։ Այո, ահա եւ մեր փոխադրամիջոցը։ Մոտենանք, տեղավորվենք ու սկսենք մեր ճանապարհորդությունը դեպի հրաշքների աշխարհ։ Շտով ինքդ կհամոզվես։ Իդեպ քանի րոպե ենք բարձրանալու։ Ընդամենը 5 րոպե է տևելու մեր վերելքը։
Ես գիտեմ, որ շունչդ պահած սպասում ես այն պահին, թե երբ ես տեսնելու չինական Պարիսպը, բայց փորձի նաև այս գեղեցկությունը բաց չթողնել։ Ամեն բան այնքան տպավորիչ է ու կախարդական, միայն տես թե ինչ հարուստ բուսականություն է։ Առհասարակ այստեղ կարող ես հանդիպել Չինաստանի հարուստ բուսականության բոլոր նմուշները։ Բնականաբար այն ժամանակ, երբ կառուցվել է Պարիսպը, նպատակ չի եղել հնարավորին շատ զբոսաշրջիկներ գրավելը։ Ծիծաղել է անգամ այս ձևակերպումը։ Սիրելի հեռուստադիտողներ, այ կողմում արդեն փոքրիկ հատված է երևում չինական Պարիսպից, չեմ կարող ձեզ փոխանցել, թե ինչ եմ այս պահին զգում, երբ տարիների երազանքը 1 վայրկյանում իրականանում է։ Զգուս, վերջապես մենք հասանք տեղ և վերևի հատվածում ենք։ Պարիսպը կառուցել են թշնամիների հարձակումները կանխելու և դրանց դիմակայելու համար։ Հետևաբար այն ուղղակի պետք է կառուցել սահմանին ու որևէ մեկին չէր հետաքրքրելու տեղանքը գեղեցիկ է թե ոչ։ Բայց Չինաստանում ոչ գեղեցիկ հատվածներ չկա և արդյունքում Պարիսպի շքեղությունը հրաշալի լրացնում է բնությունը։ Մինչև այդ ուզում եմ քեզ ցույց տալ ոչ թե չինական հսկա պատը, այլ դեպի գլխավոր կոթող տանող այս փոքրիկ պատը, որը յուրօրինակ պատմական էքսկուրս է դեպի անցյալ։ Սա թանգարանի պես մի բան է։ Այստեղ հավաքված ու ներկայացված են Պարիսպի մասին պատմող պատմական փաստաթղթեր, հնագույն հիշատակումներ, լուսանկարներ և գծանկարներ։ Այսինքն այն ամենն, ինչ հասել է մեր օրեր։ Գիտեք, սիրելի հեռուստադիտողներ, ամեն անգամ, երբ եւս մի կետում հայտնվում եմ, եւս մի երկիր բացահայտում եմ, ինքս ինձ ասում եմ. Վարդան, երկրները վերջանում են։ Ինչ ես բացահայտելու տարիներ հետո։ Հետո հասկանում եմ, այդ ընթացքում արդեն կկարողանանք մեկնել այլ մոլորակ, այնպես որ հուսով եմ աշխարհի ամերով ծրագիրը դեռ շատ երկար կլինի եթերում։ Իսկ մենք բացահայտում ենք չինական Պարիսպը։ Գնացինք։ Արդեն 5 տարի է, ինչ ես անդադար ճամփորդում եմ, դե տարին 12 ամիս, անկեղծ եմ ասում, և ամեն բան իմ շուրջը փոխվում է, քաղաքները, երկրները, հյուրանոցները, չի փոխվում միայն մեկ բան, այս քարտը, չէ որ ես American Express Gold քարտի քարտատեր եմ, նույնիսկ անձնագիրս փոխում եմ տարվա մեջ մի քանի անգամ, իսկ քարտը ոչ, որովհետև եթե սիրում եք ճամփորդել, սա ձեր ճամփորդությունների լավագույն ընկերն է, հավատացեք, չէ որ առավելությունները այնքան շատ են, որ դրանց մասին եթե հիմա պատմեմ, մի հաղորդում հաստատ չի բավականացնի։ Մոտեցեք Ակբաբանկ և ծանոթացեք բոլոր առավելություններին։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա մուտքը, տեսնում եք ու մենք աստիճաններով արդեն բարձրանում ենք հայտնվելու տեղում։ Րոպեներած մենք կհայտնվենք Պարիսպի վրա ու դու կկարողանաս վայելել աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Չինական Մեծ Պարիսպը մեր ժողովրդի տոկունության, հավերժության և հզորության խորհրդանիշն է։ Երբ հայտնվենք դրա վրա, կզգաս մեր բազմադարյա պատմության ու մշակույթի շունչը։ Ահա, կասեք, ես գիտեմ, որ այս Պարիսպը կառուցվել է երկար տարիների ընթացքում, հա, տարբեր ժամանակահատվածներում իշխող կայսրերի կողմից։ Այո, դու իրավացի ես, բայց մինչև պատմությանն անցնելը եք սկզբում ներս մտնենք։ Բարի գալուս, նույնիսկ հարցս մոռացա, որ հղեցի մի քանի վայրկյան առաջ, վաու, այս շատ գեղեցիկ է ու շատ սիրուն է։ Չեմ հավատում, որ ես այստեղ եմ, այո, ես այստեղ եմ, Վարդան, դու այստեղ ես։ Հիմա չգիտեմ արդեն սկսեմ պատմել ամեն բան, թե թողնեմ վայելես ու ամբողջ հոգով ու սրտով ապրես այս պահը։ Դե լավ, պատմությանը դեռ կհասցնենք անդրադառնալ, Վարդան ջան։ Քո առաջ հզորագույն խորհրդանիշը, տպավորություն, ապրումներ ու հիշողություններ, որոնք քեզ ուղեկցելու են մի ամբողջ կյանք։ Դե ասա տեսնեմ ինչ ես զգում այս պահին։ Իհարկե սա անբացատրելի զգացողություն է, այլ բան է ամեն անգամ վայրը տեսնել հեռուստատեսությամբ, համացանցում, ուսումնասիրել, կարդալ, տարբեր, չգիտեմ, տեսանյութեր դիտել վայրի մասին, բայց երբ դու ինքդ հայտնվում ես հենց այնտեղ,
զգացողությունները անբացատրել են եւ ինչն է ինձ այս պայն շատ դուր գալիս սիրելի հեռուստադիտողներ, դե պատկերացնում եք Պարիսպը երկարությամբ գնում է եւ վերջը իհարկե չի երևում, բայց տեսեք ինչ տեսարան է շուրջ բոլորը եւ ես վստահ եմ, որ այստեղ գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Իհարկե ցանկացած եղանակի էլ այստեղ գեղեցիկ տեսարան է բացվում։ Միայն պատկերացրու, թե ինչ տեսք ունեն այս անտառները աշնանը կամ վաղ գարնանը։ Դրանք աննկարագրել են։ Օրինակ, երբ մառախուղ է իջնում անտառների վրա ու թվում է, թե Պարիսպը հայտնվել է երկնքի ու երկրի սահմանում ու կախվել է ամպերից։ Այն գեղեցիկ է, երբ ամբողջ տարածքը թաղվում է ձյան սպիտակ շերտի տակ։ Ահա, իդեպ ուզում եմ հարցնել պատերի բարձրությունից։ Ես գիտեմ դրանք հավասարաչափ չեն, այո, եւ ամեն հատվածում բարձրությունը այլ է։ Այո, ձգվում է գրեթե 8852 կիլոմետր։ Պատի ամբողջ երկարությունը կազմում է 21196 կիլոմետր։ Ամենաբարձր կետում 16 մետր է կազմում բարձրությունը։ Ահա, իսկ լայնությունը։ Լայնությունն էլ 5-ից 6 մետր է։ Ահա, դե սիրելի հեռուստադիտողներ, տեսնում եք ինքներդ, ահա մի հատվածից հայտնվում ենք մյուսում, հետո մյուսում մեկ իջնում ենք, մեկ բարձրանում ենք ու այսպես շարունակ, ասում են այստեղ ժամերը անցնում են ակնթարթի պես, որովհետև տեսարանները հաճախ փոխվում են եւ դու անվերջ շարժվում ու շարժվում ես առաջ, չնկատելով թե քանի կիլոմետր ես արդեն հիմնական կետից առաջացել։ Իսկ ինչ տեսարան է բացվում այստեղից, կարծես ամբողջությամբ չինական Պարիսպը ափերիդ մեջ լինի։ Այո, մենք հիմա հենց ամենաբարձր կետում ենք։ Այստեղ պատի բարձրությունը հասնում է 16 մետրի։ Բոլորը այստեղ գալիս են հենց այս հատվածում նկարվելու, որովհետև երբ կանգնում ես այստեղ, ամբողջ Պարիսպը երևում է։ Ու թվում է, թե այն անվերջ ձգվում է ինչպես քարե ժապավեն։ Պարիսպի կառուցումը հանձ է առել կայսեր Ցզին Շիխուանդին։ Նա սեփական կալվածքները թշնամու անընդհատ հարձակումներից ազատելու համար եւ այն հնարավորինս անառիկ դարձնելու նպատակով նման մեծ գործ է սկսում առանց հաշվի առնելով ունեցած հնարավորությունները։ Կասեք, որ թվականից է կանգ առել այս Պարիսպի կառուցումը։ Ի վերջո չմոռանանք, որ խոսքը մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի մասին է։ Ինչևէ, շինարարական աշխատանքները տևում են 10 տարի, բայց այսքանով աշխատանքները չեն դադարում։ Նախնական 10 տարվա շինարարության ընթացքում ժամանակ առ ժամանակ կանգեր լինում են, բայց հետո գործը սկսում էր նորից։ Հետո փոխվել են կայսրեր։ Ամեն մեկը որոշել է ավելի երկարացնել իր նախորդի գործը։ Այսպես Պարիսպը պարբերաբար աճել է ու ծավալվել, դառնալով թշնամիների ահ ու սարսափը։ Երբեմն տարիներով աշխատանքը կանգնացրել են։ Խոսքը ոչ թե նախնական 10 տարվա, այլ հետոյի մասին է, բայց եւ այնպես վերջնական նպատակը արդարացրել է բոլոր բարդությունները։ Գիտեմ, կան մարդիկ, ովքեր վաղ առավոտից գալիս են այստեղ եւ մինչ ուշ երեկո այստեղ են մնում եւ որոշում են մեծ մասը Պարիսպի տեսնել։ Այո, ամբողջ Պարիսպը անցնելու համար ճիշտ կլինի ամբողջ օր տրամադրել, որովհետև ամբողջ տարածությունը անցնում են քայլելով եւ սա իսկական հսկայական տարածք է։ Ձանձրանալ հաստատ չենք հասցնի, բայց ժամանակի առումով մտածելու բան կունենանք։ Սակայն այդ փաստը շատ քիչ զբոսաշրջիկների է հետ պահում։ Նրանք գալիս են վաղ առավոտից, հարմար հագնված իրենց հետ սննդի ու ջրի ճիշտ պաշարով ու անցկացնում են մի ամբողջ հրաշալի օր այստեղ, Պարիսպի վրա։ Ինձ գիտեք ինչ է հետաքրքիր, այդ ձմեռվա ամիսներին, առաջին ուզում եմ հասկանալ, այստեղ ձյուն լինում է թե ոչ, եւ երկրորդ հարցս, շատ ցուրտ չի լինում վերևի հատվածում, չնայած որ պատկերացնում եմ ինչ գեղեցիկ է։ Քիչ առաջ, երբ խոսում ենք եղանակային փոփոխությունների մասին, խոսքից մեջ նշեցի, որ ձմռան գեղեցկությունը ուղղակի անպատմելի է։ Այո, ամբողջ տարածքը թաղվում է ձյան տակ։ Պարիսպը եւս ծածկվում է սկզբում ձյան սավանով, հետո այդ սավանը դառնում է սառույց, ու տեղաշարժվելը մի քիչ բարդանում է։ Ջերմաստիճանն էլ կտրուկ նվազում է, բավական ցուրտ է լինում այստեղ ձյան ժամանակ, քանի որ կիլոմետր է ձգվող բաց տարածություն է։ Բայց եւ այնպես այդ գեղեցկությունը տեսնելու համար արժե մի լավ նախապատրաստվել ու հետո գալ եւ բայլել տեսարանը։ Իսկ դուք հաճախ եք ձմեռվա ամիսներին այստեղ լինում։
Այո, ես շատ հաճախ եմ գալիս ձմռանը, որովհետև ես սիրում եմ ձմեռն ու ինձ ցուրտը չի անհանգստացնում։ Կարևորը գեղեցիկ տեսարանն է ու մաքուր օդը։ Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ ուշադրություն դարձնեք նաև այս գեղեցկությանը։ Տեսեք, ասում եմ, մի փոքր հեռվանում ես այն կողմ եւ տեսարանը եւս փոխվում է։ Այս կողմում լեռները բավական նորից գեղեցիկ են եւ իսկապես արդեն պատկերացնում եմ աշնանն ու գարնանը ինչ գեղեցիկ է այստեղ։ Չինական պարիսպի մասին լեգենդներն ու միֆերը միշտ շատ են, բայց ամենատարածվածն այն է, թե իբր պարիսպը քանդելու որոշում կա։ Այս միֆը սիրում են տարածել ամերիկաբնակները, ու երևի թե բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու։ Բնականաբար նման բան չկա ու չի էլ կարող լինել։ Ճիշտ հակառակը։ Մեր կառավարությունն ու իշխանությունները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պարիսպին։ Կասեք, իսկ այստեղ ուղղաթիռով թռիչքներ կազմակերպվում են, որպեսզի մարդիկ պարիսպը տեսնեն վերևից։ Այո, նման էքսկուրսիաներ պարբերաբար կազմակերպվում են։ Ուղղաթիռի տեսարանը շատ ուրիշ է։ Հիմնականում տարբեր տեսակի նկարահանումներ իրականացնելու նպատակով են անում նման ճամփորդություններ։ Նաև կան մարդիկ, որ հատուկ իրենց մեղրամիսը կամ էլ հարսանեկան արարողությունը պլանավորում են այնպես, որ պարիսպի մոտ անցկացնեն։ Հետարքիր ֆոտոսեսիաներ են կազմակերպում ուղղաթիռից դեպի չինական Պարիսպ։ Իրականում սիրելի հեռուստադիտողներ, եթե նկարահանենք Պարիսպի նույնիսկ մի հատվածը, ժամեր են հարկավոր, իսկ այսօր մենք դեռ շատ պլաններ ունենք եւ թռիչքներ ունենք եւ այսպես գեր ծանրաբեռնված օր է, այնպես որ երևի թե մի փոքր էլ ես շրջեմ այստեղ եւ թողնեմ, որպեսզի իմ զբոսավարը հանգստանա, շրջեմ, նկարվեմ, չէ որ պատմական վայրում եմ ու վերադառնամ արդեն ներքևի հատված։ Давай. Ահա Դե քաղցած ենք, շրջում ենք արդեն մի քանի ժամ եւ տեսանք արդեն Պարիսպը։ Այստեղ կարծում եմ հենց չինական կերակուրներ են եւ ես եթե գտնվում եմ այստեղ Չինաստանում, բնականաբար հենց չինական կերակուր էլ պետք է քեզ հետ միասին համ տեսեմ։ Տեսականին բավական մեծ է։ Իհարկե տեսականին մեծ է։ Չինական խոհանոցը առհասարակ աշխարհի ամենահետաքրքիր ու հարուստ խոհանոցներից է։ Մենք ունենք համեղ ուտեստներ, սոուսներ, անսպասելի բաղադրիչներ, պատրաստման հատուկ եղանակներ եւ հմուտ ու անկրկնելի խոհարարներ։ Կասես դու երբ ճամփորդում ես, նորից փնտրում ես տվյալ երկրում չինական ռեստորան։ Շատ անկեղծ ասեմ, իհարկե եթե որևէ երկիր եմ մեկնում, գոնե մեկ անգամ նրանց ազգային խոհանոցի ուտեստներից փորձում եմ, բայց հիմնականում ճաշում եւ ընթրում եմ չինական ռեստորաններում։ Իսկ դու։ Չէ, ես հակառակը, ես որ երկրում որ հայտնվում եմ, ցանկանում եմ համտեսել հենց այդ երկրի խոհանոցը, չնայած որ իմ ամենասիրելին միանշանակ հայկականն է, դա չի քննարկվում։ Անցնենք ներս, տեսնենք ինչ կարող ենք պատվիրել ներսում։ Ահա Այս կողմում եւս պատկերված են բոլոր կերակուրները, ինչ ես կարծում, ինչ կարող ենք ես եւ դու այսօր համտեսել։ Ես չգիտեմ թե ինչ ես դու սիրում, բայց գիտեմ, որ ձեր երկրում կան չինական խոհանոց առաջարկող ռեստորաններ, այնպես որ կարող ես դու նայել ու ընտրել, չնայած միանգամից ասեմ, որ այն ինչ հենց այստեղ Չինաստանում են պատրաստում եւ այն ինչ տարածվում է աշխարհի ռեստորաններում, մի քիչ տարբերվում է։ Հասկանալի է։ Դե արի երկու տարբեր կերակուր պատվիրենք, որպեսզի տեսնենք այդ ամենը պատրաստի վիճակում եւ իհարկե համտեսենք։ Ես հենց հիմա կպատվիրեմ։ Մինչ այն ամեն ինչ պատվիրեցինք կպատրաստվի, առաջարկում եմ մենք վայելենք լավագույն հայկական գինին։ Համաձայն եք։ Ահա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ահա, սա առաջի կերակուրը, որ մենք պատվիրեցինք, հիմա այն կհամտեսենք, արի նորից հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, ինչ է սա։ Սրանք մեր ազգային բլիթներ են, շատ համեղ են, պատրաստվում են բրինձի աջուրից, եփվում են հատուկ սոուսի մեջ ու հետո մատուցում են տաք-տաք։ Սովորաբար դրանք նաև տարբեր միջուկներ են ունենում, քաղցր, մսային, կծու, բայց կարող ես նաև պատվիրել լրիվ դատարկ բլիթներ։ Միևնույն է, շատ համեղ են լինում, քանի որ նախապես խմորի մեջ ավելացվում են տարբեր համեմունքներ եւ թանձրուկներ։ Ահա, սա ձեզ, սա ինձ։
Ինչպես են այն ուտում այստեղ Չինաստանում։ Առաջարկում եմ ավանդական ձևով ուտենք փայտիկներով։ Ահա։ Դե փորձիր ու ասա։ Արդյոք քեզ դուր եկավ։ Շատ համեղ է, բայց որպեսզի այն լինի էլ ավելի համեղ, ինչ ենք անում, ավելացնում ենք հայկական Royal Armeniայի լավագույն որակյալ պղպեղը։ Շատ ավելի համեղ է։ Այդ դու քանի որ զբոսավար ես եւ ամեն օր զբոսաշրջիկների հետ աշխատում ես, հիմնական սնվում ես դրսում, ոչ թե տանը, երևի թե ժամանակ չկա տանը որևէ բան պատրաստելու։ Դե բնականաբար իմ օրվա մեծ մասն անցնում է դրսում, զբոսաշրջիկների հետ։ Ես գրեթե տանը չեմ լինում, որ ինչ-որ բան պատրաստեմ, սնվում եմ դրսում։ Բայց դա միայն ուրախացնում է ինձ, քանի որ ամեն բան այնքան համեղ է մեր ռեստորաններում, որ եթե գործս գրասենյակայինն էլ լիներ, միևնույն է ես երևի թե դրսում կսնվեի։ Շատ համեղ է ամեն բան։ Ես եւս գիտես, քանի որ հիմնական ճամփորդում եմ, համտեսում եմ աշխարհի տարբեր երկրներում, տանը լինում եմ շատ քիչ, գրեթե չեմ լինում եւ հաճախ հենց այսպես, որ երկրում եմ, այդ երկրի խոհանոցն էլ համտեսում եմ։ Բարի ախորժակ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, րոպեներ հետո մենք արդեն կհամտեսենք հաջորդ կերակուրը, այնպես որ մեզ բարի ախորժակ։ Չինական Պարիսպը վերևում, մենք ներքևի հատվածում։ Օրը ավարտվեց, ցավոք, բայց շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ այս հրաշալի ժամերի համար։ Եվ վերջում ուզում եմ ձեզ նվիրել տակառը, հայկական գինին։ Քիչ առաջ վայելեցին գինի, ձեզ շատ դուր եկավ, ուստի այս պահին այս մեկը սիրով ձեզ։ Ես եմ շնորհակալ հրաշալի օրվա համար։ Լավ զբոսնեցինք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին է Չինաստանը։ Ինձ այստեղ գտնվելը անկեղծ շատ դուր է գալիս։ Ձեզ եւս խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում այցելեք այս երկիր։ Այստեղ հավատացեք, տեսնելու շատ բան կա։ Շատ եմ լսել ձեր հայկական գինիների մասին։ Ուրախ եմ, որ արդեն հնարավորություն ունեմ այն վայելելու։ Ահա եւ վերցրելի հեռուստադիտողներ, ավարտվեց այսօրվա հաղորդումը, սակայն մենք ձեզ հետ կհանդիպենք ուղիղ 1 շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ Facebook-յան, YouTube-յան, TikTok-յան եւ Instagram-յան էջերում։ Առայժմ։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ Ձկնորսների գյուղում։ Տեսնելու եմ ինչպես են այստեղ Ինդոնեզիայի կղզիներից մեկում մարդիկ ապրում։ Դրանից անմիջապես հետո հայտնվելու եմ մի հյուրանոցում, որը ինձ հիշեցնելու է Մալդիվյան կղզիները։ Բաց չթողնեք, կհանդիպենք հաջորդ ծրագրում։